ես բումբումի Ժպիտը կոտակի դոտաները բումբումի Սիրո լծրու սրտերը դու ամենքի Սիրո լծրու սրտերը դու ամենքի Սիրո լծրու սրտերը դու ամենքի Եթե որոշել եք ձեր փոքրիկի ծնունդը նշել տանը, դպրոցում կամ մանկապարտեզում, ապա զանգահարեք եւ ուրախ ծաղրացուներն ու հեքիաթի հերոսներն այցելելով ձեզ այն կդարձնեն հրաշքներով լի տոն։ Լավագույնը փոքրիկների մենք սիրով սպասում ենք ձեզ։ Հովին զովին հասարսար Ես ռոբոտ եմ, շուտով կտեսնեք, պարոն, ռոբոբո, թե ինչպես են մեր փոքրիկները վաստակելու գլխավոր մրցանակը իսկ թե ով է այսօրվա մեր մասնակիցը, կիմանաք, հենց հիմա, բաբա, բերեք, Ահա, մեր հաջորդ մասնակիցը, եկեք ծանոթանանք նրա հետ, ձեր անունը? Ելենա։ Ելենա, ազգանունը? Թաթոսյան։ Իսկ քանի տարեկան եք? 14։ 14, որ դասարանում եք սովորում? 9-րդ։ 9-րդ դասարանում, որ դպրոցի? 136։ 136, եկ ողջունեք քո ընկերներին, կասես նրանց անունները։ Լիլիթ, Էլինա։ Լիլիթ, Էլինա։ Ողջունում եմ ձեզ։ Ողջունում եք ձեզ, ծափարեք ձեր ընկերով, որպեսզի հաղթի։ Իսկ ասա իմ թանկագին բարեկամ, ինչ մասնագիտություն եք դուք ընտրել ձեզ համար։ Բժշկուհի։ Բժշկուհի, որպեսզի բուժ... Լսեցիք, տեսակ, բա, իմացեք, բժշկուհի է գալիս ապագա։ Իսկ ամենաշատը որ առարկան է սիրում։ Ֆիզիկա։ Ֆիզիկա, դու շատ խելաց ես վստահ եմ, որ այսօր մենք վերջապես տեսնելու ենք գլխավոր մրցանակը։ Իսկ ինչ բարեմաղթանք ունես իմ շատ սիրելի փոքրիկ հեռուստատիտող բարեկամների։ Մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն եւ կանաչ ճանապարհ։ Իսկ հիմա մենք կլսենք այն 3 հարցերը, որոնց դու ճիշտ պատասխանել եք։ Պարոն Ռոբոբո, մենք պատրաստ ենք, ասեք։ Ով է հայոց Արգիշտի առաջին թագավորի հայրը։ Արգիշտի թագավորի հայրը եղել է Մենուան։ Մենուան, ճիշտ է։ Ասացին ճիշտ է, իսկ երկրորդ հարցը։ Ինչ է Նյուտոնի անունը։ Ինչ է Նյուտոնի անունը։ Իսահակ։ Իսահակ, լսեցիք։ Իսկ երրորդ հարցը։ Ինչ գույնի ես խորհրդային միության դրոշը։ Ինչ գույնի էր։ Կարմիր։ Կարմիր, ճիշտ է։ Շուտով մենք իմանանք, թե ով է լինելու հաղթողը։ Ահա, պատրաստ ես։ Բաբա, բեբե, բում։
Ես կսպասեմ այստեղ, տեսնեմ, հաղթելու եք, թե ոչ։ Ողջույն Ելենա, Բարև ձեզ։ ինչպե՞ս ես։ Լավ, Դու պատրաստ ես մասնակցել իմ ինտելեկտուալ մրցույթին։ այո, Կեցես, բացատրեմ խաղի կանոնները, որպեսզի ստանաս գլխավոր մրցանակը, դու պետք է ճիշտ պատասխանես 10 հարցերին։ Պատրաստ ես։ այո, Յուրաքանչյուր հարցին պատասխանելու համար ունես 10 վայրկյան։ Դե ինչ, սկսենք մեր մրցույթը։ այո, Հարց առաջին։ Ով է գրել դատաստանագիրքը ժամանակ։ Պատասխան։ դատաստանագիրքը գրել է Գրիգոր Նարեկան։ Հարց երկրորդ, որն է հայոց այբուբենի 18-րդ տառը ժամանակ։ Պատասխան։ Ղտառը։ Հարց երրորդ, քանի ածած ունի անօգնական բառը ժամանակ։ Պատասխան։ 2 ածանց։ Հարց չորրորդ, ինչ է Եղիշե Չարենցի իսկական ազգանունը ժամանակ։ Պատասխան։ Սողոմոնյան։ Հարց հինգերորդ, ինչից է կործանվել հռոմեական Պոմպեյ քաղաքը ժամանակ։ Պատասխան։ Ջրհեղեղի։ Հարց վեցերորդ, որ օվկիանոսն է ներառում Արկտիկան ժամանակ։ Պատասխան։ Հյուսիսային։ Հարց յոթերորդ, որ տերության հիմնադիրն է Կյուրոս երկրորդ մեծը ժամանակ։ Պատասխան։ Բյուզանդական։ Հարց ութերորդ, որն է ածխաթթու գազի քիմիական բանաձևը ժամանակ։ Պատասխան։ Հարշ 2 CO3։ Հարց իններորդ, ով է Եղիշե Թադևոսյանը ժամանակ։
Դիրիժոր։ Եվ վերջին 10-րդ հարցը։ Ինչի է հավասար պի թիվը։ Ժամանակ։ Պատասխան։ 3,14։ Գեցես Երենա։ Իսկ այժմ տեսնենք, թե քանի հարցի ես ճիշտ պատասխանել պատրաստ ես։ Այո։ Հարց առաջին. ով է գրել դատաստանագիրքը։ Պատասխան. Մխիթար Գոշ։ Հարց երկրորդ. որն է հայոց այբուբենի 18-րդ տառը։ Պատասխան. Ղ։ Հարց երրորդ. քանի անձանց ունի անօգնական բառը։ Պատասխան. 2։ Ինչ է Եղիշե Չարենցի իսկական ազգանունը։ Պատասխան. Սողոմոնյան։ Հարց հինգերորդ. ինչից է կործանվել հին հռոմեական Պոմպեյ քաղաքը։ Պատասխան. հրաբխից։ Հարց վեցերորդ. որ օվկիանոսն է ներառում Արկտիկան։ Պատասխան. Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսը։ Կեցես։ Հարց յոթերորդ. որ տերության հիմնադիրն է Կյուրոս երկրորդ մեծը։ Պատասխան. Աքեմենյան տերության։ Հարց ութերորդ. որն է ածխաթթու գազի քիմիական բանաձևը։ Պատասխան. CO2։ Հարց իներորդ. ով է Եղիշե Թադևոսյանը։ Պատասխան. հայ գեղանկարիչ։ Եվ վերջին 10-րդ հարցը. ինչի է հավասար պի թիվը։ Պատասխան. 3,14։ Կեցես Երենա, ես հիացած եմ քո գիտելիքներով։ Կեցես, սակայն դու չես ստանում գլխավոր մրցանակը։ Շնորհակալություն խաղին մասնակցելու համար։ Շնորհակալություն, ես շատ նոր բաներ իմացա։ Ոչինչ։ Ես վստահ եմ, որ մեր մրցակիցը անպայման այսօր հաղթելու է։ Վերջապես տամ-տարան-տամ-տամ-տամ։ Իմ տակագին բարեկամ դու վերադարձար հաղթանակած։ Ճիշտ է։ Ցավոք։ Ոչ, կրկին ռոբոբումը փորձես մեզ հաղթել, ոչինչ, դու դեռ կտեսնես, պարոն ռոբոբում ինչ խելացի բանիկներ կան մեր թագավորությունում, իսկ դու քանի հարցի ճիշտ պատասխանեցիր։ 5 հարցի, դա ամենևին էլ վատ չէ, ես վստահ եմ, որպեսզի դու մխիթարվես, ես քեզ կնամ նվեր քարտ վավա մանկական գեղեցկության սրահի կողմից, սա քեզ, կրկին նվեր, կոնուս մանկապատանեկան զարգացման կենտրոնի կողմից, խնդրեմ, և իհարկե, նվեր, Տոմս էկզոտարիումի կողմից, դու եղել ես էկզոտարիումում, գեղեցիկ է այնտեղ, սա քեզ նվեր, Տոմս, շնորհակալություն մեր բոլոր գործընկերներին, դե ինչ բարեմաղթանք ունես մեր հեռուստատիտող բարեկամներին։ Շնորհակալություն, ես շատ բաներ սովորեցի։ Մաղթում եմ բոլոր երեխաներին, որպեսզի լավ սովորեն ու մասնակցեն այս ծրագրին, որովհետև շատ գիտելիքներ են ստանում այստեղ։
Ճիշտ է, շատ կարդացեք, շատ բաներ իմացեք, որպեսզի հաղթեք ռոբոբումին, ճիշտ է։ Նա ասում է տեսնեմ թե ով է ամենախելացի փոքրիկը, կտեսնես։ Ձեր երեխաները շատ կարդացեք ու լավ սովորեք։ Դե ինչ։ Բաբա, բեբե, բու։ Շուշանի կսուսանի, նստիկող կսուսանի։